Հաղորդման գործընկերներն են My Energy-ն իր շահավետ արևային կայաններով, Շատո Բյուրական, գեղատեսիլ հյուրանոցային համալիր Բյուրականի սրտում։ Ամբաստանյալ նստեք, ամբաստանյալ կանգնեք։ Ոնց կարելի է քեզ նման ինչ սիրել։ Բայց ես ամուսնացած եմ։ Օй։ Տորինոք, վախենալու առեղծվածային։ Ինչ-որ ժամ պետք է։ Գիտեիր դες հեշտավ իստաշ։ Մեր խումբը չկա։ Ես համ խոսա։ Love it, ամեն ինչ love it։ Այո, ամեն ինչ love it։ Կգա մի օր, բախտը կգա ու love it, ամեն ինչ love it։ Այո, ամեն ինչ love it։ Կգա մի օր, բախտը կգա մի տխրեք դուք երբեք չտացեք բոլորին։ Ասեք սիրում եմ և սիրված կլինեք ու կգանա մի օր անպայման կայցելի ու լավ է, ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է, կգա մի օր, բախտը կգա ու լավ է, ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է, կգա մի օր, բախտը կգա։ Ամեն ինչ լավ է, այո, ամեն ինչ լավ է, կգա մի օր, բախտը կգա ու պարզ է, երկինքը պարզ է, այո, ծածկի երկինքը պարզ է, կգա մի օր, բախտը կգա։ Ողջույն թանկագիներս, ես Կապանում եմ, իսկ ձեզ ողջունում եմ Բաղաբերդից։ Բայց եկեք սկսենք սկզբից, լավ։ Ես չգիտեմ իմ ասենց ոնց եմ իջնելու, բարձրացել եմ ու չգիտեմ ոնց եմ իջնելու։ Իսո ճանապարհը։ Իսկ ինչ են զանգում, որ գալիս են իջացնում են։ 911։ Տա։ 112։ Բայց ես չեմ իջնելու։ Չէ, ինձ 911 կանչեք։ Ես գնում եմ։ Այսինքն ծորիպես տեղա մենք բարձրացանք հեշտեր, բայց մենք չենք կարող իջնենք։ Քանի չանք, բա հետո։ Ժպտա, կողա վերջին ֆոտո տա։ Դա սիրում վերջնական ֆոտո, սա իշտ։ Լավ։ Արի ֆոտո արա միակ։ Ող։ Այստաշ։ Ժողովուրդ ջան, պարզվեց, որ մենք սխալ ճանապարհով ենք բարձրացել ու հետո գտանք իսկական ճանապարհը ու արդեն վայելում ենք իրական գեղեցկությունը։ Բաղաբերդը Սյունյաց նահանգի անառիկ ամրոցներից էր, որը 4-րդ դարից սկսած մինչև գրավումը 1170 թվականը եղել է ռազմական կարևոր հենակետ։ Իսկ Սյունիքի թագավորության շրջանում 970-ից 1170 թվականներին Կապան մայրաքաղաքի ռազմաստրատեգիական պաշտպանական համակարգի գլխավոր օղակը։ Ամրոցը ներկայումս գտնվում է Սյունիքի մարզի Անդոկավան գյուղի տարածքում։
Ժամանակների այգին է, ինչպես տեսնում եք, մատանիներ կան այստեղ, իսկ նուրը խորհրդանշում է պտղաբերություն եւ միասնություն։ Բարև ձեզ։ Զրուցելու ենք առօրյայից։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում, ուր են ձեր ընկերները, ինչի՞ չեք գնացել նարդի խաղալու։ Տրամադրություն չկա։ Խի, այսօր թե ընդհանրապես։ Ընդհանրապես։ Ինչի։ Հավատում։ Բայց այդպես դժվար չի։ Մեկը մարդ ուզում է պայտակ ժպտա, ուրախանա։ Թողնում է, որ ուրախանանք ժպտան։ Կյանքը։ Դե ինձ մի բան արեք, ոգևորեք, թե չես էլ կտխրեմ։ Չեմ կարողանում։ Հա, եկեք ձեզ մի քանի հատ կիսահումորային հարցեր տամ, թող ձեր տրամադրությունը բարձրանա։ Բացվի։ Կբացվի, ես գիտեմ։ Չեմ կարծում։ Օրինակ ես հարց եմ տալի, դուք ասում եք, դա նորմալ է, թե նորմալ չէ։ Գնաց։ Նորմալ է, որ մարդ առաջին հայացքից սիրահարվի, թե պետք է մարդուն ճանաչի նոր։ Պետք է ճանաչի ինձ թվում է։ Հա։ Այսքան առաջին հայացքից չկասեր, թե ճիշտ չի։ Ճիշտ չի։ Ինձ թվում է պետք է ծանոթանան, հասկանան իրար։ Ահա։ Դրանց հետո։ Նոր շփվեն։ Նոր շփվեն։ Լավ, նորմալ է, որ տղամարդը ավելի լավ հաց սարքի, քան կինը։ Չեմ կարծում։ Բայց ասում են տղամարդիկ ավելի համով ձեռք ունեն։ Նայած ինչ է պատրաստում։ Իդե խորոված է։ Հա, խորոված։ Հա։ Ու սուրճ։ Տղամարդիկ սուրճը համեղ են դնում։ Հա։ Չէ՞։ Լավ։ Նորմալ է, որ աղջիկը լողազգեստով նկար գցի, օրինակ համացանց։ Ինչու՞ ինձ թվում է, որ չկարելի է թույլատրում։ Հա, այսինքն նորմալ, կանգնի սիրուն, ինչ կլինի։ Իսկ նորմալ է, որ օրինակ մարդ չուզի ընդհանրապես ամուսնանա։ Չէ, չեմ կարծում։ Պիտի ամուսնանա։ Պետք է ամուսնանա անպայման։ Դա պետք է։ Ինչի։ Ամուսնանալը։ Հա։ Որ ինչ նպատակով, որ մենակ չլինի, որ հետաքրքիր լինի։ Հետաքրքիր լինի, ազգը զարգանա։ Իսկ տեսեք, եթե օրինակ ճիշտ մարդու չես հանդիպում, լավ ամենակ մնաս, թե սխալ մարդու հետ շարունակես։ Կգտնվի հարմար։ Նմանը նմանին գտնում է։ Հա, գտնում են, իհարկե։ Ձեր անունը կասեք։ Ինչպես։ Ձեր անունը։ Իմ անունը Ռոբերտ։ Ռոբերտ։ Ուրախ եմ, պարոն Ռոբերտ։ Դուք մի բան էլ հարցնեմ ու գնամ, արևային կայան օգտագործում եք։ Ոչ։ Չեք օգտագործում, կուզեք, թե ձերը Չէ։ կվարտիրա է։ Կվարտիրա է։ Հասկացա։ Բայց ձեզ էլ ասեմ, մեզ հետևողներին էլ ասեմ, որ մեր գործընկերը My Energy-ին լավ առաջարկ ունի։ Եթե գնեք 5 կիլովատ եւ ավել հզորությամբ կայան, կստանա, հա, կստանաք։ Հա, եթե անստեղ ես ապրում ու պետք է լինի Սեփական տոն հիմնականում։ պետք է։ Եթե հա, այդ 5 կիլովատ հզորությամբ արևային կայան գնեք եւ ավել, կստանաք 0% ապառիկի հնարավորություն 60 ամիս մարման ժամկետով։ Ես սեփական տոն չունեմ։ Հա, դուք։ Բայց որ ունենամ, կդնեմ։ Հա։ Մի քիչ ձեր տրամադրությունը բարձրացրեցի։ Ոչինչ, ուղղակի որ նկարում եք այդ դուք չկալի։ Հա, բայց վատ բան չենք խոսում։ Չէ, ո՞տ չենք խոսում եթե։ Մենակ լավ բաներ։ Բարև ձեզ, նստեք։ Նկարեք։ Հա։ Լավ չի։ Համար առաջի ընտիր աղջիկը։ Վախ ապրեք, պարոն Ռոբերտին ասեք, իմ հետ չի ուզում զրուցի։ Այսինքն չեն ապրում էլ կանայք եւ տղամարդիկ միասին։ Կանայք ուզում են, եթե մի քիչ գումար տա մոտերները, ազատություն, ազատ ապրեն, մենակ ապրեն, երբ ուզում են դուրս գան, երբ ուզում են գան, խոսող չլինի, նեղող չլինի։ Բայց դա վատ բան է, ինչի։ Լավ չի հանգիստ կյանքը։ Ես այդ եմ ասում, ես խոսելով շատ մարդկանց եմ խոսացնում եւ իրանցից եմ ասած այդ բաները։ Հա, օրինակ ես ինքս էլ նախընտրում եմ հանգիստ կյանք։ Ուզում եմ գնամ մանգալու։ Կարող է այն փոխի մի հոգի ասա չէ, փոխս նստի, պինդը նստի, դեպի չշարժվի։ Այդ են սխալ մարդն է, էլի։ Բայց ես ուզում եմ ազատություն, ուզում եմ շարժվել ազատ,
ուզում եմ գեղեցիկ ապրել, Իհարկե։ ամեն ինչ տեսնել, հետ չմնամ ոչ մի բանից։ Դե տեսեք, մեր սերունդը օրինակ դա գիտակցել է արդեն։ Մենք էլ չենք ուզում ինչ որ ուղակի ամուսնանանք, գնանք կենցաղ վարենք ու մեր կյանքը դրանով անցնի։ Ուզում ենք սիրուն հետաքրքիր ապրենք, բան չենք ուզում։ Ինձ թվում է։ Իմիկո ծերունդը տնից, հա։ Հա, Այո, հա, տենց չի։ Դա ճիշտ է։ չեմ ուզում կիսուրիտ ապրեն, ուզում եմ մենակ ապրեն, ոտորները աչ մեկնեն, ձախ մեկնեն։ Չէ, ինչի, եթե կիսուր կեսարը լավ մարդիկ են, միասին։ Այդ բոլորը ես ապրուս եմ արած, ես Հա, ապրել եք։ խոսացրած եմ։ Հա։ Սիրում եմ, որ ամեն ինչը իմանամ, նորից էլ, հինից էլ եւ այլ եւ այլ։ Այդպես են ասում։ Հա, թե չէ որ լավ մարդիկ են, կապ չունի, Կապ չունի, միասին ավելի եք, լավ, հա, ավելի իհարկե, լավ։ ավելի լավ։ Ձերք են մեկնում, օգնում է երեխա ունես, կարաս գնաս աշխատանք իրանք ու երեխա տանին, ճաշը եփեն, տունը մաքրեն, դրանց լավ բան։ Իսկ ամենաքաղցր բանը գիտեք ինչն է կյանքում։ Հա, Երբ որ ունես տատի ու պապի։ հա։ Ես ցավոք չունեմ, շատ կարոտում եմ, Այդ լավ չի որ չունի։ մահացել են, հա։ Բնությունը տված է հայ, մայ, տատիկ, պապիկ։ Այո։ Պետք է բոլորս էլ ունենալ։ Այո։ Ուզում եմ ասեմ, ձեզ լավ նայեք։ Դուք թանկ եք, դուք կարևոր եք։ Ես ինձ շատ լավ եմ։ Բա դուք պարոն Ռոբերտ։ Գիտեք ինչի։ Եթե մեռնում ես, գալիս են նստում 40 տարին կամ ու վсё, դրանով մարդ կորումա պրծնումա։ Սխալ եմ ասում։ Չէ, մահանալով մարդ չի պրծնում։ Например, շատերը այդպես են, էլի։ Հա։ Կան մարդիկ, որ մնում են մտքումը, սրտումը։ 100% մեջ բան չկա, 100% մեջ ոչ մի բան չկա, բայց ես օրինակ եմ դեմ։ Սիրելիներ, սա, ինչպես տեսնում եք, հզոր Հալիձորի բերդն է, որը կառուցվել է 17-րդ դարի առաջին կեսին որպես Մենաստան։ Հետո 18-րդ դարում Դավիթ բեկը վերածել է բերդի, վերակառուցել է բերդի եւ սա դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը։ Եկեղեցին եւ նրան կից երկհարկանի շինությունների տանիքները հարթեցվել է, որպեսզի հեշտ լինի թշնամուն գնդակոծել։ Որից հետո Պարսից շահը ցանկանում է գրավել բերդը, սակայն ոչ մի ձև նրա մոտ չի ստացվում, մինչև որ Շուն Ֆրանգյուլը չի հայտնում գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Պարսից շահը փակում է ջրի ճանապարհը, պաշարվածները ծարավից թուլանում են, գիշերով հեռանում են եւ այդպես Պարսից շահը գրավում է բերդը, ոնց որ միշտ դավաճանության հետևանքով։ Ой, բայց ոխնալու է։ Եկեք հլը։ Հրաշքա։ Շոտ սիրում եմ։ Իսկ ինչո։ Այ կողես ճանապարհն է եղել, որ մատնել են գախնողին։ Մտնենք։ Մտնեմ։ Ոխնալի։ Ո, բայց լույս վախ առաջանում։ Այ, իջա լավ, աչքերս փակեմ, իջնեմ։ Այ։ Փոք աստեղ։ Այ, չեմ կորո, չեմ կորո։ Այ, չեմ կորո։ Այդ մթության մեջ գիտես ինչքան ստամատոլոգ կա։ Չեմ կորո, բայց մի հատ դու իջի։
Գամ, Արի։ որ մեռել եմ, չէ։ Արի։ Այ։ Հələ։ Օй։ Ինչո՞։ Ինձ թվում է, ինձ թվում է, այս բանը, այս քարի տակից հեսա կարիճները թափել են, վախտալու են։ Իրականում շատ հետաքրքիր էր, տարօրինակ էր, մեզ թվաց ներսում մարդ կա նստած սենց մեզ ասպասում, որ սպանի, տենց վախի էմոցիա շատ զգացի, բայց հետաքրքիր էր արժեր, իրականում սենց շատ խորն է, լիքը մուտքեր կան, տարօրինակ, վախենալու, առեղծվածային, չգիտես որտեղից մտնես, որտեղից դուրս գաս, ինչ անես, պետք է ընդհանրապես մտնել, թե պետք չի։ Արդեն գրի տպավորություն եմ չէ թողնում, որտեղից ասես դուրս եմ գալի։ Բայց այնպես չի, որ ես բարձրացել եմ եկեղեցու պատուհանին, իրականում ճանապարհներից մեկը բերում է ուղիղ այստեղ։ Բարձրությունների տարբերություն կա։ Դուք հիմա ավելի ներքևում եք, ես ավելի վերևում։ Այստեղ են միախառնվում Վաչագան եւ Ողջի գետերը, հետո գնում միաձուլվում են Արաքսին։
Պապի ջան, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Օգնեմ ձեզ։ Հես ասեմ, գնանք այնտեղ կանգնենք, ասեմ։ Ուրեմն Կամո պապի ջան, ես Կապանի մասին հաղորդում եմ անում։ Ինձ ասցին, գնա Կամո պապի հետ զրուցինք, լավ մարդ է ու քեզ լավ բաներ կպատմի։ Ո՞վ ասել։ Այնտեղ, եկեք էս կողմ։ Այնտեղ ուրիշ պապիներ կային։ Հա։ Ասացին, որ դուք լավ հումորային անեկդոտներ գիտեք։ Ադե ինչ իմանա։ Չգիտեք։ Yaxşı չգիտեմ, ամեն ինչ գիտեմ։ Իմ համար մի հատ բան կպատմեք ու գնամ։ Yaxşı չեմ ինչ պատմեմ, որ լավ լինի։ Ես պատմեմ, ուզում եմ բայց հիշեմ։ Ինչ անեկդոտ կար, ես ձեզ պատմեմ։ Պատմի։ Ինչ կա, ես վերջերս պատմել էին ինձ մի հատ, բայց մոռացա։ Որն էր։ Մահարի, չէ։ Հա, վերջերս պատմեցին, ուրեմն մեկի տղեն գնում է Ռուսաստան սովորելու։ Քնությունից կտրվում է, զանգում է հոր, ասում է բեր ստեղ մաղարիչ բան արա, գոնե քնությունից նշանակեմ։ Այս հերը ոչխարը վերցնում է գնում է այրոպորտ։ Այրոպորտում ասում են, «Էս ոչխարին ուր եք տանում»։ Ասում է, «Էսի ոչխար չի, ոչխարը Ռուսաստանում է»։ Գիտեիք էդի։ Բայց դա շուտվա է։ Մեր ոչխար բարձրացնի самолёты вот Таня, ասմա, ոչխարը ուր է ստանում, ասմա, սա ոչխար չէ, սա մաղարիչ է, ոչխարը հենա Ռուսաստան։ Հա, դուք ավելի լավ պատմեցիք։ Բա դուք ուրիշ է հիշում եք։ Հա, չեմ հիշում, այնքան մաղարի, այնքան գիտեմ, որ ոչ մի բան չեմ կարող։ Ես կսպասեմ։ Մտաբերի։ Բա ինչ էիք անում, ամբողջ օրը ինչ եք անում։ Սա որը նստած ես իմ փողոցային մարդ եմ էլի։ Լավ, մաքրոթի։ Մաքրոթ, բա ինչ անեմ, ոչ մի տուն չեմ կարող գնամ, առավոտը դուրս եմ գալիս իրուգուն գնամ։ Խետուն չես կամ գնաս։ Դե տանը մարդ չկա, գնամ ինչ անեմ, պատերին դուպում եմ։ Հա, տունը մարդ չկա։ Կենթանի պահեք, ձեզ ընկեր կլինի։ Շունիկ։ Չէ։ Խի։ Ձեր ընկերն է։ Չէ, չեմ անում։ Բարև ձեզ։ Չեմ ճանաչում, պիտի գա մոտենա, որ խոսի ձայնի չիմանամ։ Կամո պապի հետ եք։ Եկեք։ Ամբաստանյալ ասմա ոնց ես։ Դա դի ժամանակ ասելն ամբաստանյալ, ասել այն ազգանոց Գրիգորյան ամբաստանյալ։ Բախեն ասել ամբաստանյալ։ Դե գործս դատի էր։ Հա, հասկացա։ Ամբաստանյալ նստեք, ամբաստանյալ կանգնեք։ Ամբաստանյալ վեկա չեմ կացել։ Ինձեր դատա որ կներես իմ ազգան ամբաստանյալ չի Գրիգորյան։ Հետո սովորեց, թելի ասում էր ամբաստանյալ։ Это самая ամբաստանյալ տեղով Գրիգորյան պիտի կոչեք։ Առը քեզ անեկդոտ։ Եկեք։ Այգետ բան եմ հարցնում։ Պարոն Էլչյան, դուք անեկդոտ հիշում եք։ Որը։ Որի մանա ես կպատմի։ Հələ մեկը պատմեք, ցանկացած։ Ինչ անեկդոտ պատմեմ, մեկը ազատում է, ամուսին եկերից կանչում է։ Ինչ ես բերել, ասմա տղա եմ բերել։ Ասմա քեզ նման է, ասմա չէ, ասմա բա ինձ նման է, չէ։ Բա ում նման, ասմա չես ճանաչի։ Բայց որ երեխան մեծանա կարող է մոտավոր ճանաչենք։ Օրինակ հարևանը լինի։ Բյուրական գյուղի լեռնային միջավայրում է գտնվում նորաբաց լյուքս դասի Շատո հյուրանոցը, որն առանձնանում է գեղեցիկ բնապատկերներով, ընտանեկան ու ջերմ սպասարկումով։ Հյուրանոցի տարածքում առկա է լողավազան, շոգեբաղնիկ եւ ընդարձակ այգի։ Գիշերային ժամերին աստղադիտակի շնորհիվ հնարավոր է հիանալ աստղային երկնքով, լուսնի լույսի տակ։ Համեցեք մեզ մոտ, Շատո Բյուրական։
Ժորժան, մտա Կապանի թատրոն, բայց ոնց տեսնում եք մարդ չկա, ոնց որ մեր գյուղի տունը լինեն, որ բաց, բրախ։ Տենց թողում եք։ Իա, բարև ձեզ, մարդ։ Այ հրաշալի մարդիկ եմ տեսնում։ Ողջույններ, ծանոթ չենք է։ Թատրոնում բարև ձեզ։ Մարդ կա։ Դուք ծանոթ չեք, ես ծանոթ եմ։ Հա, Ես հետևում եմ ձեզ։ ես էլ արդեն ձերանն։ Կապանում մի անգամ արդեն նկարել։ Հա, երկու հաղորդում արել ենք։ Այո, պապիկների հետ։ Պապիկներ հետ, հա։ Սաղն է, պապիկներ չեն մահացել դեռ։ Սաղ են։ Այո։ Բայց խի բան եղա։ Սաղ են, էլի մարդ։ Մարդ չկա, խնդրեմ։ Բարև ձեզ։ Տնորենն է։ Պարոն տնօրեն, մտել են ասում են մարդ կա։ Բարև ձեզ։ Տնօրեն Տիգրան Նացայան։ Չէի գլսում մեր ձենը։ Թե ձենի վրա եկաք իմ։ Մեր դուրը բաց է միշտ։ Հա, մտանք մարդ չկար, ասենք կադրեր անենք, հետո այտենց ոնց տեսնում եք բոլորով հավաքվեցինք։ Ինչ եք անում, ինչ նոր բաներ ունեք, չունեք։ Նոր երկու ներկայացումների փորձեր ենք անում, առավոտյան անում ենք մկների ժողովը, ամսի 1-ին պրեմիերա ենք տալու փոքրիկ հանդիսատեսի համար։ Նորմալ ժողովներ անում եք։ Երեկոյան էլ անում ենք մոխրոտի փորձերը։ Մոխրոտի։ Այո։ Իսկ մանկական են, թե։ Երկուսն էլ մանկական։ Երկուսն էլ մանկական են, հասկացա։ Իսկ իմ համար նախատեսված։ Ձեր համար նախատեսված քաոսը Շիրվանզադեի ամսի 12-ին։ 12-ին, չեմ լինի։ Ամսի 15-ին կրքոց սիրահարը։ Կրքոց սիրահարը քանիսներ է։ Հասկացա։ Դե լավ, շրջենք մի քիչ կադրեր անենք։ Մի հատ սկամբեմ։ Ներկայացում իհարկե ձեր համար չեմ կարող խաղամ, բայց ընտիր, վաու։ Մկների տեղն է, հա։ Չէ, խորտ քրոջ տեղն է մոխրոտի։ Սա իմադրել ենք մոխրոտ փորձենք։ Մկները այս ամեն ինչն է։ Հա, մոխրոտ եք փորձել, հասկացա։ Մի հատ կուլիսները տեսնենք, էլի, կուլիսներում միշտ ամեն շատ հետաքրքիր է, բայց ավելի հետաքրքիր է Ժորժան քան բեմում։ Տեսնեմ, ինչեր ունեք այստեղ։ Ժողովի փորձ զգեստերից։ Զգեստներն է, չփչացնենք։ Շուտով լույս պիտի վառվի։ Ինչ հետաքրքիր է, բայց։ Հələ, թաքնված տեղեր է, էլի։ Շատ փոքր է մեր տեղը, շատ փոքր է։ Ինքը թատրոն չի եղել, ինքը կինոթատրոն է եղել։ Վերածել ենք թատրոնի, այստեղ ուրեմն տղամարդիկ են փոխվում։ Այնտեղ աղջիկներն են փոխվում։ Բայց թատրոնի տնօրենը հույս է ներշնչում, Որ կարող եք միասին փոխվել։ Որ կարող ենք հետ տալ մինչև են աստիճանները։ Ու ավելի շատ որով միասին փոխվենք։ Չէ, իրական կոկիկ ասեց փուչը։ Այո։ Հավեսա, չգիտեմ, ստեղ ինչ է։ Երբ պետք քարանբան։ Այդտեղ պահեսն է Ռուզանի։ Ռուզանի պահեսն է։ Չենք բացում։ Ռուզան մենք պահեսը չենք բացում։ Ռուզան, չէ, չենք բացում։ Չենք բացել Ռուզան։ Հա, կոշիկները լավ։ Որ ասում եք մի բացեք, ավելի շատ եմ ուզում բաց։ Հələ Աղջիկներն են։ Ահա, աղջիկների լվացքի մեքենան։ Օ, տես ինչ գեղեցիկ։ Օ, հրաշալի։ Վայ։ Բանն է, մոխրոտինն է։ Չէ, սա մկների ժողովն է։ Ա, մկների ժողովին։ Մեդուզա է, մեր մկների ժողովը նավում է տեղի ունենում գործողությունները։ Օ, Այո։ Քրիստինե Սլոյանն է բեմադրում։ ապրեք։ Կարևոր ինֆորմացիաներ են դրանք։ Ես եմ մեր փոքրիկ գրիմանոցը։ Տեսնեմ, որտեղ են մեզ սիրունացնում եւ մենք մարդու տեսք ենք ստանում։ Էներ։ Այո, դուք բաց տվես։ Այստեղ ենք Ժորժան, մենք քսվում ու մարդու տեսք ստանում։ Վերևը լույսն է, ահա։ Կարող եմ օգտվել ձեր սաներից։ Մի քիչ ես էլ սիրունանում։ Օ, իդեալական։ Լավ է։ Լավ է ինձ թվում է։ Пока։ Կժուկ։ Տիգրան Արտուրի Աթայան, տնօրեն, մտմենք տնօրենի մոտ։ Всё, արդեն լրջացա։ Ինչ հավեսն է, բայց լավ սենյակը։ Վատը չի, չէ լավն է։ Բան է, ասենց էկզոտիկա։ Սիրունը, դուք եք մոգոնել։ Ես եմ սարքել։ Դուք եք սարքել ձեր ձեռքով ասկաց։ Անտիր։ Արվեստագետ Նուրիշ է, էլի։ Կոպիկները։ Ինչ կոպիկներ են։ Ցեզարն այն էլ Կոբան։ Տելևիզիոն ֆիլմից։ Ինչ է ձեր սիրած կերպարներն են։ Մոտիվացնում են։ Հա։ Շատ։ Վախ։ Ասել մեր կապանի։ Ամենաշատը մոտիվացնում է տնօրենին խուստուփը։ Դե խոստուփը բոլորիս կարծում եմ։ Կապանը։ Շատ հիմներ
նկարները։ Զգացվեց։ Հենց տպագրությունը էս ամեն Ինչ որ պատմություն ունեն։ Ինչ որ ձեզ են անձամբ տվել թե թատրոնին։ չէ, ինձ։ Հա, ձեր անձնականն է, հասկացա։ Հին կապանն է։ Հետաքրքիր է։ Այդտեղ ինչ կա։ Հա, Ես նկար չէի տեսել ես ընդհանրապես։ հետաքրքիր է։ Ուխտերը։ Ուխտուրա։ Ուխտերով բան են տեղափոխել Աման։ հանքերից։ Ուխտերով։ Ուխտերով են հանքաքարը տեղափոխել։ Դե պատկերացրեք։ Մենք ուխտ ունենք։ Սա նախասովետական թվականներ։ Սաղ էլ ուխտեն է, ացաղ չէ, ոմանք, այո։ Ահա, ուխտ։ Չէ, էլ ուխտ պետք չէ, տեղից էլ շատ ենք տեսնում էլ ընթացքում։ Լավ, շատ հետաքրքիր էր, ապրեք։ Ես էլ կերակրեմ։ Բա որ թռնեն։ Անդե թռումը թռնեն էլի տալիս։ Բայց դու չուտ ես, հա։ Չէ, հացկերել եմ այսօր։ Բայց փոքր է սալի։ Հա, մեծ կարան խեղտվեն, չէ։ Այդի կանու չունեն, Էտա։ դիկոտորում։ Անուններ ունեն։ Ճուկու։ Մանրացնողը բանն է։ Ով է։ Նա հետո ինձ։ Դիստրիբյուտոր կանալ, իստե։ Դուք հումորով եք, հա։ Գալսեմենկո։ Գալսեմ տվեմ ինչ եք ինձ պատմում։ Ինչի մասին պատմում։ Խի ասացեք դու չուտես այդ հոցը։ Որ Կարող է սոված լնես դրա համար ասեցի, էլի։ Հա։ Նրա համար է նախատեսված։ դուք եք բերում հացը, կերակրում եք իրանց։ Տալիս է։ Տալիս են։ Օ, տնեցիք։ Գողանում ենք բերում, էլի։ Աման։ Հետաքրքիր կյանք եք վարում այս տարիքում։ Ինչ հումորային պատմություններ ինձ կպատմեք։ Անեկդոտներ օրինակ։ Օրինակ գազը որ նոր էին բերել Ղափան։ Հա։ Մայրը աղջկան ասма գազը անջատի։ Անջատում, ասма անջատ, ալս ասма պահունց անջատը, ասma փչելը մենգելը։ Ու դրանից հետո գմփացել են։ Հետո գնացել անջատել։ Հետո հա, Առաջ տենց էին անջատում, էլ հետո սովորեցին։ հա, փչելով էին անջատում առաջ գազը։ Հետաքրքիր է։ Նկարվում ենք պապիներ ջան, բոլորս շփտում ենք, եղավ։ Ապրիս։ Գնաց։ Ինչպես եք ծիծա։ Ես թե ձեր ընկերը։ Ես էլ վարակիչ ծիծաղել։ Կյանքն է վարակել։ Լավ, արխայդ։ Այդ ոնց եք տենց ծիծաղում։ Առանց տա։ Ինքը առաջի դեղա Ծիծա։ Չես կարա իրանում։ Անվերջ։ Բոլորի մեծ է լավ։ Մրցում եք եք տենակովա։ Եկեք, գնաց։
Դուք հաղթեցիք։ Իմ շունչը կտրվեց։ Կտրվել ու չկարա։ Ձեր տեխնիկան լավն է, ապրեք։ Դու կա։ Միշտ այդպես ժպտակ ուրախանակ։ ապրիս։ Դե գնացին։ Այո, լավ եղեք։ Դες միացի։ Այս տարածքում ամենալավը ապրում են այս երկու քաղաքը, Քաջարանը։ Շատ։ Քաջարն էլ պիտի գնամ, դեղ էլ է հետաքրքիր։ Քանի որ տենց հումորով մարդիկ մի հատ նուրբ հարց տամ։ Ասի։ Ասում են կապանցի աղջիկները օրինակ շատ ակտիվ են, շփվող են։ Այդ ինչի է դա կապված ըստ ձեզ, որպես տղամարդ օրինակ ոնց օթիցա մարդամոտ են։ բարի են, շփվող են։ Իսկ տղամարդիկ ավելի քիչ շփվող են։ Չէ, լավ են։ Տղամարդիկ էլ են շփվող։ Ամենալավն մուշիկայի ստեյջ վերցրեց։ Նմուշը։ Եթե ամուսնացած չիս լաղափանց հետ ամուսնաց։ Հա, ինչ առավելություն ունի ղափանցին։ Ամեն ինչ հարուստ է, լավ է, քեզ լավ է պահելու։ Հարուստ առավելություն չի։ Բա ինչա բոլես։ Առավելությունն է, որ ինձ շատ սիրի։ Սիրելու է, ոնց կարելի է քեզ նման ինչ սիրել։ Բայց ես ամուսնացած եմ։ Ճիշտ է լրացած։ Բայց ուզում եմ իմանալ էլի ինչպիսին է։ Ես արդեն մի քանի երեխա ունեն, նոր աղալներին կերակրում են։ Իմ ովքեր տարիքի մարդիկ։ Տարիքի մարդ։ Դե ամեն մեկը իր ճանապարհը ունի։ Իրանք էլ ինպես օրինակ գործեր չեն անում։ Հասկանալի է։ Ամեն մեկս մի բան էլի ոնց որ լրացնում ենք, էլի հավասարակշռություն ենք բան բնության մեջ։ Սպանում եմ։ Եղավ, դե գնացի։ Շատ ուրախ էի, որ ձեզ տեսա, լավ եղեք։ Ձեզ լավ երեկո։ Ստեսություն։ Արդեն վարվել եմ։ Արդեն։ Հա։ Նժդեհը նույն ինքը Գարեգին Տեր Հարությունյանը ծնվել է 1886 թվականին Նախիջևանի Կզնուտ գյուղում։ Նրա գործունեությունն ու սխրանքները բազում էին։ Նա մասնակցել է Բալկանյան պատերազմներին, կռվելով Օսմանյան կայսրության դեմ։ Եղել է հայ ազգային ազատագրական պայքարի կարևոր առաջնորդներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ղեկավարել է հայկական կամավորական ջոկատներ։ Պաշտպանել է Զանգեզուրը թուրք-ադրբեջանական եւ բոլշևիկյան ուժերից։ 1921 թվականին ստեղծել է Լեռնահայաստանի Հանրապետությունը Սյունիքը հայկական պահելու նպատակով։ Իր դիմադրությամբ նպաստել է, որ Սյունիքը մնա Հայաստանի կազմում։ Ստեղծել է ցեղակրոն գաղափարախոսությունը, շեշտելով ազգային ինքնագիտակցությունը, ուժեղ կամքն ու հայրենասիրությունը։ Եղել է նաև մտածող եւ հեղինակ, թողնելով բազմաթիվ հայրենասիրական գրություններ ու գաղափարներ։ Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել է եւ մահացել
1955 թվականին Վլադիմիրի բանտում։ Այսօր Գարեգին Նժդեհը համարվում է հայ ժողովրդի ամենահայտնի ազգային հերոսներից մեկը։ Նրան կոչել են Նժդեհ, որը նշանակում է ուխտավոր, թափառական կամ արտագնա մարդ։ Նա այդ անունը վերցրել էր որպես կեղծանուն ազգային պայքարի տարիներին։ Անունը խորհրդանշում էր իր կյանքը, մշտական պայքար, ճանապարհ եւ ծառայություն հայրենիքին։ Բարի լույս սիրելիներ, ինչպես տեսնում եք, ես դեռ Կապանում եմ ու անկեղծ ասած չեմ էլ ուզում հետ գնալ։ Նշեմ, որ մեզ հյուրընկալել է Grand Hotel հյուրանոցը, որտեղից չնաշխարհիկ տեսարան է բացում դեպի Կապանն ու Խուստուփը։ Իսկ հյուրանոցը ունի շատ հետաքրքիր պատմություն, որին կարող եք ծանոթանալ այստեղ լինելով։ Հիմա վայելենք Grand Hotel-ը ու շտապենք Խուստուփ։ Bach
երբեք շտացեք բոլորին ասեք սիրում եմ եւ սիրված կլինեք ու կգանա մի օր անպայման կայցելի ու լավ է ամեն ինչ լավ է այո ամեն ինչ լավ է կգա մի օր բախտը կգա ու լավ է ամեն ինչ լավ է այո ամեն ինչ լավ է կգա մի օր Չիլնոր Իջնենք էլ մեքենան չի գնում Բա ինչ անենք Մտածենք մեքենան ու կանգնացնենք հետո չացնենք դե նավազոտ է Ավտոմոբիլը 40 րոպե է սկսել մի 4 ժամ պետք է որ Չգիտեմ էլ կհասնենք թե չէ Օ, ինչ ձևա տակած է Փչենք սարի Մինչև պատրաստվենք Կուրկեքը տակ վերցնենք Ես կա Արամ կատի մեջ հայտնեմ եմ Ոստոպ էիք գնացել Միջև գագա Կամերա ռեկտոր Սիրակին Իսկ տողը մեզ նամնեք Ուր Ոստոպ չես կար ավտոմոբիլ գնաս Մինչև ուր եք գնացել Մի 3 կռիվ վերև ու ընդերից լրի ոտքով Ինչքան Շատ ոտքով որտեղ ձուները փակել է սա ձունը փակել է ճանապարհը Ստեղից ինչքան ենք քայլելու որ կարենանք Մի բարձրանանք կիլոմետր չէ Մի քիչ Ոստոպ չբարձրացաք Մենք հասել ենք մինչև Ոստոպի գագաթ Մենք Դուք հասել եք գնացինք Մենք ավտոն թողել ենք Հա։ ոտքով մի 5 կիլոմետր գնալ գալով 5 կիլոմետր Այդքան քայլել ենք Կհասցնենք Եթե այն ժամանակ ավտոյով հասնում ես մինչև Նժդեի Կիսանդրի Հիմա չես կարող հասնել սենտր Նժդեի Կիսանդրի չեմ կարող հասնել Չէ, Նժդեի Կիսանդրից մի 40 րոպե ոտքով պետք է բարձրանաս այնտեղ որտեղ պիտի կանգնես Լավ Դե գնանք ինչքան կգնան Ապրես Բա գիտեի տենց հեշտա վիստաշ Չէ ես եղել եմ լավ Հա, ոտքով եք գնում Հա, մեքենան չբարձրացավ մեր Մերը Ford Transit ավակ Good job, guys Հայտնվեցիր մեր արկածներում Ես միշտ երազել եմ Երազանքներ եմ իրականացնում ճանապարհին զուգահեռ Всё, դե գնացեք, բարի ճանապարհներ, ստեսություն Пока Գնում եմ մեր խումբը չկա Ես իմ անցած ճանապարհն է Երնեք հասնեմ Զգույշ խոսիր Հայաստանում Սպասեցի մեր խմբի ժողովրդին Հերվիս ձեները գալիս ասում են Սպասի վիվտաշի այդ բարձրանանք Ես որ իրանց սպասեմ տեղ չեմ հասնի Եվ քո խոսքը հեռու դանում Դե բարի են խոսքերը քո Հայոց լեռներն ագնաձանքով Կխոնարվեն քո թեմ լրին Նոր կանգնեցին մեքենաները ասացին որ ձև չկա չեն կարող բարձրանանք Իրանք էլ չեն անգամ մեքենայով չեն կարողացել գնալ որտեղ ձուն է ու
ճանապարհը փակ է։ Ուղղակի հիմա խնդիր է մեր հետ գնալ ես մութը կընկնի։ Հրապխի բներն անմեր որ լրել են բայց չեն հանգել ես լավայով կարծականք են որ լերները քշում տանում զգուշ խոսի Շորջան չբարձրացանք զգուշ կայլիր Հայաստանում Նեղեն ջամփեգ լեռնական Երկու հոգու դեղ չեն անում Էդեմ դիմաց ելն են հանգարց Շորջան չբարձրացանք ցավոք սրտի Անց կգենակ իրար կելգած Բոլորը միաձայն ասում էին, որ չենք կարող բարձրանանք, մենք ամեն ինչ արեցինք, որ բարձրանենք։ Բայց հնարավոր չի, հիմա մութ ընկնում է, մենք պետք է հետ գնանք։ Ես շատ ուզում էի, որ հասնենք Նժդեհի Կիսանդրի գոնե, որտեղ ամփոփված է նրա մասունքը, Նժդեհ, ում համար Խուստուփը ոչ միայն ռազմավարական բարձրունք էր, այլ հոգևոր հենարան։ Եվ ում երազանքն էր, որպեսզի իր աճյունը թաղվեր այնտեղ։ Ինչևէ, հույս ունեմ, մեկ ուրիշ անգամ դեռ հնարավորություն կունենամ ձեզ հետ միասին բարձրանալու դեպի Խուստուփ եւ մեր դրոշը ծածանելու։ Շնորհակալություն եմ ձեզ հայտնում, որ մեզ հետ էիք։ Այսպիսի արկածներ ունեցանք այսօր։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Կապանին, կապանցիներին, Կապանի քաղաքապետարանին մեզ աջակցելու եւ ամեն հարցով մեր կողքին լինելու համար։ Շնորհակալ եմ բոլորիդ եւ շատ սիրում եմ ձեզ։ Ստեսություն։ Արավոտը սարերում Սարերն ասին բարև Որը սարնեց հոգիս արևին էլ Հաղորդման գործընկերներն են My Energy-ն իր շահավետ արևային կայաններով, Շատո Բյուրական, գեղատեսիլ հյուրանոցային համալիր Բյուրականի սրտում։